Եթե մենք ունենայինք ուժային համակարգ, եթե մենք ունենայինք իրավապահ համակարգ, եթե մենք ունենայինք նորմալ աշխատող հատուկ ծառայություններ, 100-ից ավելի մարդ մոտ 1 ամիս ժամանակ ներգրավված լինելով այսպիսի օպերացիա կազմակերպելու գործի մեջ, դա ինչպես եք պատկերացնում, որ կարող էր այսօրվա թվային տեխնոլոգիաների, կամերաների, լսող սարքերի դարաշրջանում չհայտնաբերվել, որևէ մեկը չֆիքսվեր, որևէ ինֆորմացիա դուրս չգար եւ այլն եւ այլն։ Սա մի ապացույց է, որ մենք չունենք հատուկ ծառայություններ, որ մենք չունենք իրավապահական համակարգ, որ մենք չունենք պետություն։ Ընդհանրապես կա բանդա, ընդհանրապես կան ձրիակերներից բաղկացած ուղղակի ոստիկանական ստորաբաժանումներ, ովքեր ուղղակի իրենց քանակությամբ եւ ֆիզիկական ուժով ճնշում են ժողովրդին։ Ընդհանրապես, բայց օպերատիվ, հետախուզական եւ այլ աշխատանքների մեջ նրանք անձեռնահաս են։ Խնդրեմ ապացույցը։ Մենք առհամարում ենք քրեական մեղադրանքները, դրանք մեզ չեն վերաբերում, մենք իրականացրել ենք ապստամբության սրբազան իրավունքը։ Ապստամբության իրավունքը քրեական օրենսգրքով չի կարգավորվում։ Մեզանից ոչ մեկին իշխանություն պետք չէ։ Այս ինձ ազատությունն է պետք։ Ինձ պետք է իմ սեփական ժողովրդի այս թշվառ վիճակից դուրս հանել։ Եվ ես որպես նրա զինվոր չէի կարող հանդուրժել։ Արդեն վերջն իհարկե մենք արել ենք ամեն բան։ Նույնիսկ այս զոհին մենք 10 անգամ խնդրել ենք մի կրակեր, կանգնիր։ Բայց ինքը մինչև վերջին փամփուշտը կրակեց, մեզ էլ վիրավոր պատճառեց, մեր տղաներից մեկը վիրավորվեց։ Դե փոխհրաձգության արդյունքում մտության մեջ բնականաբար պիտի լիներ, որից հետո ոստիկանությունը երկրորդ սխալը կատարեց, բետերը մտցրեց դաշտ, կրակահերթ բացեց, որի արդյունքում մենք վիրավոր տվեցինք եւ կանգնած են ոստիկանության բարձրացիան սպանել քիչերում նաեւ նրանցից զոհվում էր, երբ կամ վիրավոր։ Մենք ինքներս ենք շատ ցավում եւ պատվով, մենք էլ պատվո համազարկ տվեցինք, քանի որ նա սպա էր եւ իմ տեղեկություններով կարգին սպա ցավում ենք եւ ընտանիքին ենք ցավում եւ որ բնականաբար այս չար չկար, որտեղ սա ծառայում էր, այս գունդը ծառայում էր որպես բութ գործիք այս չարիքի իշխանությանը։ Այլ ընտրանք դուք թողել էիք մեզ կամ կար մեզ, իսկ այսօր Գասպարյան Վովան սպառում է թե շտուրմով կվերցնեն։ Ես շատ կերազ էի շտուրմը տեսնել, բայց ցավում եմ։ Խնդրում եմ ծնողներին, ոստիկանների եւ ծնողներին նույնպես։ Նրանք իմ երեխաներն են, նրանք կապում են իմ ձեռքերն ու ոտքերը։ Եթե նրանք չլինեն, այսինքն ձեռքս չի գնում նրանց վրա։ Ես չեմ կարող նրանց վրա գնդակ արձակ։ Եթե նրանք չլինեն, ես կես ժամվա մեջ հաղթանակը կդնեմ սկիթերի վրա Արցախում։ Մենք չենք վախենում, մենք մտածում ենք ինչպես կազմակերպել մեր պաշտպանությունը, մշտապես բարձր մարտական բանալի։ Ժողովուրդը բնականաբար պետք է ինքնակազմակերպի, հաղթանակը իրենն է, որպեսզի ինչ-որ անհատներ չսեփականաշնորեն, ինչ-որ կուսակցություններ չսեփականաշնորեն։ Ամեն ոք պետք է հաղթանակին տեր տար, մասնակիցը պիտի լինի։ Ինչպես ծնողը հարազատ զավակի ծնունդի։ Մեզ չի հաջողվել այսքան տարիների ընթացքում պետություն ստեղծել, սա քվազի պետություն է, այսպիսի պետություն չի լինում, այստեղ ինստիտուտներ չկան, կուսակցությունները չեն, գործիչները չեն, պաշտոնյաները չեն, ոմանք ուղղակի սրիկա են, այսպիսով հնարավոր չէ առաջ գնալ, մենք փորձում ենք ամեն ինչ։ Հարգելի լրագրողներ, ի սկզբանե ձեզ թույլ տվել են համակարգիչներով հեռախոսներով։ Ի սկզբանե ձեզ չի ասվել, որ ուղիղ կապ չի լինելու։ Հաղթվել է, որովհետև լրագրողների սպասեցրել են, ժամերով սպասեցրել են, քարտերը հանել են, ասել են, որ դուք 2 օգուց ավել չեք կարող մտնել, ինչ սահմանափակում է 100 լրագրող թե 112 լրագրող, որն է տարբերությունը։ Ինչ սահմանափակումներ են, ով է այդ իրավունքը տվել ԱԱԾ-ին, արտակարգ ռեժիմը հայտարարված, ոչ, արտակարգ ռեժիմով այդպիսի պայմաններ նախատեսված են, ոչ, սրանք ինչ կամայականություններ են, այս ռեժիմը պետք է ոչնչացվի։ Կարող եմ վստահաբար ասել, որ
մենք առավոտյան ժամը 11-ին ես անձամբ եղել եմ հանրապետության նախագահի մոտ, հանրապետության նախագահը տվել է համապատասխան հանրահավաքներ բոլոր իրավապահմաններին ուժ չկիրառելու մասին։ Մինչև երբ։ Մինչև խաղաղ անմիջա հարցերի չլուծի։ Բայց ես ներկայացրել եմ տաղանդերին առավոտյան։ Նրանք, ովքեր օգտագործեն զենք, տեղում կրելու են համապատասխան պատիժ։ Այսինքն սենց անվերջ կարող է շարունակել։ Անվերջ չի շարունակել, անվերջությունը ընդհանրապես չի ունի։ Դա կար ժամանակ ու մենք պետք է լուծում տանք։ Այսօր վաղը պետք է զենքերով այլ։ Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում նախագահի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանը ոչ թե պահանջում է, առաջարկություններ ունի, կարող է դա իշխանության ներկայացուցիչը ներկայացնի, այն առաջարկությունները քաղբանտարկյալների ազատ արձակում, Ժիրայր Սեֆիլյանի գալանքի խափանման միջոցի փոխում, ամսի 17-ի այս դեպքերի վերաբերու այ մարդիկ, որոնք ձերբակալվել են, ազատ արձակում։ Այս Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ մենք շոշափել ենք այդ հարցերը։ Ժիրայր Սեֆիլյանի հրամանով պատրաստ ենք անել այն ինչ որ հրաման կտա Ժիրայր Սեֆիլյանը։ Եվ հետագայում էր դրանից հետո։ Մինչև մեր կյանքի վերջին օրը։ Եթե նա հրամայի, որ զենքերը վայրեն։ Դրա մասին դեռ չխոսենք, քանի որ չի եղել նման բան, կարծում եք ռեալ է անգամ։ Բայց միայն կատարեք նրա հրամանները։ Մենք նրա զինվորներն ենք, այո։ Իսկ մինչ այդ պատրաստ եք միջև վերջ գնալ։ Նահատակություն։ Ուրիշ ճանապարհ կարող ենք ցույց տալ։ Պարզապես ուրիշ ճանապարհ ցույց տվեք, մենք գնանք այդ ճանապարհ։ Ունեք ուրիշ ճանապարհ։ Ո՞ր զենքի միջոցով։ Կա այդ ճանապարհ։ Դուք չեք տեսնում այդ ճանապարհը։ Դուք տեսնում եք։ Ես տեսնում։ Ես չեմ տեսնում։ Բերել են այդ 18-ից 27 այդ մերոնց են բերել, հասկանում ես, մերն են, իրանք իմ թևի սարունն են, իմ սրտից դոպյունն են, սրանք մենք չենք ուզում, մենք ուզում ենք, ասում են Ռուսաստանի ալֆան, թող բերեն, խնդիր չկա, Ամերիկայի բետան, թող բերեն, խնդիր չկա, թող Իսրայելի ջետան, խնդիր չկա, մենք խնդիր չունենք, մերոնց է, թող բերեն, եթե բերում են մեր վրա, այդ մարդկանց, եթե ես չգիտեմ, մերոնք պետք է հասկանան վերջը, որ չարժի մի քանի տագանքի համար, եթե ինքը պատրաստ չի իր ազգի համար իրան զոհաբերելու, գալու է մի կեղտի համար, մի 10-20 հոգի կեղտերի համար ինքն իրան զոհի,